Խնդրեմ շարունակեք հարցերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրություններ է հասցեագրել իրավապահներին հրապարակումներում չտալ ուժերի անուններ։ Պրոցեսը գիտենք, հետո եղավ իրավապահների պատասխանը, դրանից հետո ԿՀ-ն որևէ լրացուցիչ գործողություն ձեռնարկել է այս հարցը կարգավորելու համար, թե պատասխանով բավարարվել է։ Պատասխանով բավարարվել։ Ի վերջո, որպես ընտրությունների կազմակերպող եւ անցկացնող հիմնական մարմին, ԿՀ դիրքորոշումը որն էր այդպիսի հայտարարությունները կարող էին ազդել ընտրողի կամքի վրա, թե ոչ։ Հակակոռուպցիոն կոմիտեային հայտարարությունները, որտեղ օգտագործվել են մասնակից ուժերի անուններ եւ այլ բովանդակություն, կարող էր ազդել ընտրողների կամքի վրա, թե ոչ։ Ճիշտ ասած, չունենք տենց մեթոդաբանություն, որ կարողանանք ասել կարող էին ազդել, թե չէ։ Նման քննարկում ունեցել եք հասկանալու համար հարցը կարող է ունենալ ազդեցություն, թե ոչ։ Գրությունը գրելուց առաջ քննարկում ենք ունեցել եւ մեր դիրքորոշումը գրությամբ արտահայտված է բնականաբար չմիջամտելով այլ պատկան մարմինների գործունեությանը։ Որի 17000 քվեաթերթիկների անվավերության հիմքերի վիճակագրություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե 17000-ից քանիսն է օրինակ անվավեր ճանաչվել նշման պատճառով, քանիսն է ճղված լինելու պատճառով, քանիսն է երկու թերթիկ լինելու պատճառով։ Ոչ, չունի, որտեղ դա իրականացվել է թվով 2005 տեղամասերում, նման պահանջ տեղամասային հանձնաժողովների ներկայացված չի եղել, որ թուքագրեին ու մեզ դրա վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեին, բայց այդ հարցին պատասխանել ենք, որ իրականացրել են տեղամասերի իրենց գործառույթները օրենքի բաժնային համապատասխան։ Ենթադրում եմ նույն պատասխանը նաև թե դրանցից որը որ ուժին է ուղղված եղել քվեաթերթիկներից։ Որ ուժը որքան անվավեր քվեաթերթիկ է ունեցել, չէ։ Ես պիտի ուղղակի լրացնեմ, որ ըստ էության անվավեր քվեաթերթիկները դրանք եւս ընտրողի կամքն է։ Այսինքն թե ինչ պատճառով է անվավեր, դա այդ պատճառը եւս ընտրողի կամքն է։ Եվ այն հանգամանքը, որ 637 տեղամասերի վերահաշվարկի արդյունքում որոշակի անվավեր քվեաթերթիկներ այնուամենայնիվ գնահատվել են վավեր, դա արդեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների գնահատողական իրենց հայեցողական մոտեցումն է եղել, որովհետև ընտրական օրենսգրքով ըստ էության անվավեր քվեաթերթիկը գնահատվում է հանձնաժողովի անդամների կողմից։ Բարի, պարոն Ավագիմյան, մենք տվյալ ունենք, ավելի ճիշտ ոնց հասկանամ պատասխանից չունենք, թե օրինակ քանի քվեաթերթիկներ անվավեր ճանաչվել ծալված լինելու պատճառով։ Մենք կարող ենք օրինակ կասկած հայտնել, որ դա ընտրողների հետ բավականաչափ աշխատանք չտանելու արդյունք կարող է լինել, ոչ թե պրոտեստի ինչ-որ դրսևորում։ Այսինքն եթե լինեի որոշակի քանակի ծալված քվեաթերթիկ, պարզապես ընտրական պրոցեսների թերի կազմակերպման արդյունքում ընտրողները չպատկերացնեին, որ չպետք է ծալեն քվեաթերթիկը։ Տեսեք, ընտրական օրենսգրքի եթե չեմ սխալվում 68 հոդվածը, 67 ասում է քվեարկության կարգը, 68-ը անվավերների գնահատումը։ Անվավերների գնահատումը, եթե չեմ սխալվում, 68 հոդվածն է, որը որ շահադրում է, թե ինչպեսին պիտի լինի, այսպես ոնց պիտի գնահատվի։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները այդ կարգով էլ գնահատել են։ Եվ նման վիճակագրություն վարելու պահանջ ընտրական օրենսգիրքը չունի, որովհետև ընտրական վիճակագրություն չեք վարում, ինչպես եք կարող ասել, որ 17000 քվեաթերթիկներ ընտրողի կամքի դրսևորումն եղել, ոչ թե որովհետև կրկնում եմ, անվավերության պատճառները տարբեր են։ Եվ դրանք շահադրվածին է, եթե պատճառները տարբեր են, ինչպես եք պնդում կատարում, որ 17000 քվեաթերթիկ անվավեր այդ պատճառի համար ընտրողը պիտի կամք եւ գործողություն անի։ Բարի։ Բացատրություն կա, թե ինչի 90000 դեպքում անհնարին է եղել տեխնիկական սարքերի նույնականացումը, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կազմակերպում ընտրությունների եւ պատասխանատու նաեւ տեխնիկական հագեցվածության պատճառով, եւ այդ բոլոր մասնագետներն էլ համապատասխանաբար ենթարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովին այս կամ այն եղանակով։
ինչ պատճառով է 90,000 անձնագիր անհնարին եղել նույնականացվել։ Արդյոք մենք ունենք սարքերի անսարքության խնդիր, թե արդյոք քաղաքացիները ունեն անձնագրերի անսարքության խնդիր։ Իշն ասած տենց չի արտահայտվի անձնագրերի անսարքության խնդիր, կա պահպանության խնդիր երևի քաղաքացիների մոտ, ինչ վերաբերում է տեխնիկական սարքավորումներին, այո, ունեցել ենք անսարքության դեպքեր, որոնք եւ նախորդ օրը եւ քվեարկության օրը վերացվել են։ Ես իմ ելույթում նշեցի, որ բոլոր 1996 տեղամասերում տեխնիկական սարքավորումներով են ապահովել քվեարկությունը, ինչ վերաբերում է անձնագիրը կամ նույնականացման քարտը չընթերցելուն, ապա դրա վերաբերյալ եւս խոսել եմ եւ ընտրական օրենսգիրքը այդ հնարավորությունը թույլատրելի է համարում։ Եվ հաջորդը ունենք անձը հաստատող փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ լիազոր մարմնի կողմի տված, որը չունի MRZ դաշտ։ Այդ դեպքում որևէ կերպ քան ստեղնաշարի միջոցով տվյալը սարքավորման մեջ ներմուծելու հնարավորություն չկա։ Նման տվյալներ վերլուծել են վիճակագրություն կա, թե որ դեպքում բացակայության պատճառով եղել, որ դեպքում հաշվետվության, որ դեպքում սարքիչության։ Բարի։ Զինվորների քվեարկության տեղամասեր են, այն տեղամասերը, որտեղ անվերության հիմքեր են առաջացել, բնականաբար երբ որ ժամը 8 է եկել է քվեարկությունը շարունակվել է, կենտրոնական ընտրական անձնաժողովը նույնպես ինչ-որ ձև պետք է իրազեկված լիներ, որ քվեարկությունը շարունակվում է, առավել ևս որ դա 10 րոպե 20 րոպեի հարց չի եղել։ Հարցը տեղամասի հանձնաժողովի հետ կոմունիկացիա ունեցել են կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ տարածքային հանձնաժողովները այս հարցի կապակցությամբ մինչև քվեարկության ավարտը։ Կոմունիկացիան եղել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ եւ կոմունիկացիան եղել է ըստ ընտրական օրենսգրքով, երբ որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հազանգել է, որ ունեն իրավիճակ, որ կան ընտրողներ, որոնք որ հնարավոր է մինչև ժամը 8-ը չհասցնեն քվեարկել, կոնկրետ իմ կողմից, նաև անդամների կողմից ովքեր որ կոմունիկացիայի մեջ են եղել է սա հղում ընտրական օրենսգիրքին, որ 20:00-ի դրությամբ քվեարկության սենյակում, այսինքն տեղամասը փակում է եւ 20:00-ի դրությամբ քվեարկության սենյակում ովքեր այն ընտրողները, ովքեր քվեարկության սենյակում են, իրենց պիտի հնարավորություն տրվի քվեարկելու եւ նոր դրանից հետո տեղամասը ամբողջությամբ քվեատուփը փակվի, այսինքն դուք դա ասել եք տարածքային հանձնաժողովի նախագահին, երևի նախագահին, կարող որ նախագահն ա եղել, զանգել են ասել եմ անձամբ եք ասել։ Մի դեպքում հաստատ երևի անձամբ ասած կլինեմ, որ ինձ զանգացել։ Հստակ եք ձևակերպել, որ թույլատրվում է միայն այն անձանց, ովքեր գտնվում են քվեասենյակում։ Այո, ընտրական օրենսգիրքն է այդպես ասում, ոչ թե իսկ ես եմ դա ասում։ Տարածքային հանձնաժողովի նախագահը հստակ է այդ տեղեկատվությունը փոխանցել տեղամասային հանձնաժողովին։ Կարծում եմ այո։ Իսկ ինչն է պատճառը, որ այդ կարգավորումը չի պահպանվել։ Ըստ էության դրա գնահատականը արդեն տրվել է մեր որոշումներով եւ այդ որոշումների նյութերը դրա համար ընտրական օրենսգիրքը սահմանում որ պիտի ուղարկեն դատախազություն ու այդտեղ թերացումները թե ով ինչ եւ այլ, այսինքն ընտրական օրենսգիրքը դրա համար ինքը պահանջում որպեսի երբ որ տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվելուց հետո նյութերը ուղարկում են դատախազություն ձեր հարցի պատասխանները, որպեսզի հետագայում Իսկ դա որ ժամին է եղել, երբ որ դուք այդ զգուշացումը տվել եք։ 8-ին պակաս է եղել։ 8-ին պակաս։ 8-ին պակասից, երբ որ հետագայում տեղեկացել եք, որ ժամը 9:10-ն է, այդ քվեարկությունը շարունակվում է, հարցադրումներ կատարել եք։ Այդպես 9:10-ը ես չեմ հիշում, որ 9:10-ը այնտեղ մենք արդեն երբ որ անդադ այդ աշխատանքի ընթացքում գնում էր ընդհանուր տեղերից ամփոփումները, ըստ էության այդ տեղերի հետ կապված, երկու տեղերի հետ կապված ավելի ուշ արդեն համացանցում կադրեր հայտնվեցին եւ այլ, այսինքն բողոքներ եղան, արդեն այդ ժամանակ մի տեղում արդեն ավարտված էր, այսինքն երբ որ մենք նորից տեսագրությունները ստուգեցինք, արդեն ավարտված էր, մի տեղում կոնկրետ 35-65-ում
երբ որ զանգել հարցրել ենք, այսինքն շարունակում է դեռևս այնտեղ քվեարկություն, այսինքն կա բողոք, այդ ժամը դրանից, եթե չեմ սխալվում, մոտավորապես երևի մի 5-10 րոպե հետո քվեարկությունը ավարտվել է։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ տարածքային հանձնաժողովի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օպերատիվ չի վերահսկել իրավիճակը, միայն զանգվածային լրատվության միջոցներից է տեղեկացել խնդրի մասին։ Ոչ, չեք կարող։ Այդ դեպքում ինչպես տեղեկացաք, եթե ոչ զանգվածային լրատվության միջոցներից։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ոչ չեք կարող։ Լավ, բարի, ընդունեցի, որ չեմ կարող, բայց այնուամենայնիվ կարողացավ այդ հարցադրումը կատարեցի։ Եթե զանգվածային լրատվության միջոցներից եք իմացել, իսկ այդ քվեարկությունը ավարտվել է բավականին ուշ։ Այդ մի քանի ժամվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տարածքային ընտրական հանձնաժողովը չի վերահսկել այդ տեղամասում ընտրության, այսինքն քվեարկության շարունակության փաստը։ Ես կարծում եմ, որ դատախազությունը այդ գործընթացը կուսումնասիրի ու ձեր հարցերի պատասխանը կտան դատախազությունը։ Դատախազությունը կարող է ձեզ, այսինքն քննչական մարմինը կարող է ձեզ կանչել առանձին հարցաքննել այդ բանի վերաբերյալ, բայց մենք հիմա խնդրում ենք այդ պատասխանները տալ բարձր դատարանին։ Ես ձեզ ներկայացրեցի այն, ինչ որ ինձ հայտնի է։ Այսինքն դուք խնդիրը անտեսել եք այնքան ժամանակ, քանի դեռ զանգվածային լրատվության միջոցներում թույլ տվեք հարցը ավարտեմ։ Քանի դեռ զանգվածային լրատվության միջոցներում այդ հարցը չի բարձրացել։ Ձեր հարցի մեջ կար որակում, խնդիրը չի անտեսվել։ Ես բավարարված